Բարև ձեզ։ Մեդիա կենտրոնում այսօր տեղի կունենա քննարկում բանակում չծառայելու դիմաց վճարելը կլուծի զորակոչից եւ արտագաղթից խուսափելու խնդիրը նոր օրինագիծ թեմայով։ Ներկայացնեմ մեր բանախոսներին Հայկ Սարգսյան քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր օրինագծի հեղինակ եւ Նազարի Մովսեսյան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, նախ ուզում եմ միանգամից ասեմ, որ վերնագիրը ճիշտ չի ու սխալ է, ապակողմնորոշում եմ մեզ լսողներին, ինչու, որովհետև նախագիծը փողի դիմաց բանակում չծառայելու մասին չի, այլ ընդհակառակը փող ունեցողներին ծառայության տանելու մասին է խոսքը։ Շատ լավ, պարոն Սարգսյան, քննարկման ընթացքում բնականաբար բոլոր այս հարցերին կանդրադառնանք։ Մինչ այդ ես պարզապես տեղեկացնեմ, որ 15 միլիոն դրամ 6 ամսվա ծառայության փոխարեն եւ 20 միլիոն 1 ամսվա դիմաց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական մի շարք փոփոխություններ կատարելուն ուղղված օրինագծերի փաթեթ, նպատակն է ավելացնել զորակոչիկների թիվը, բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը եւ նվազեցնել արտագաղթը։ Խնդրեմ, պարոն Սարգսյան, նախ ներկայացրեք իհարկե ինչու է հիմա նման օրինագիծ ներկայացվում, որովհետև բազմիցս քննարկվում է, թեև կան որոշակի տվյալներ, որոնք տարբեր հարթակներում դուք ներկայացրել եք, այդուհանդերձ հետաքրքիր է ինչու է հիմա նման օրինագիծ ներկայացվում եւ սա ինչ կտա մեր բանակին, որոշակի այսպես ներկայացրել եք, բայց այդուհանդերձ խնդրեմ։ Շնորհակալ եմ, ինչու հիմա, որովհետև նախ ասեմ, որ շուտվանից կա նախագծի անհրաժեշտությունը եւ դա պետք է անենք դեռևս տարիներ առաջ, որպեսզի կանխեինք այն երևույթները, որոնք տեղի ունեցան կամ գոնե սահմանափակենք ու ավելավա հիմա անենք, քան չանենք կամ անենք շատ ավելի ուշ։ Ես մի քանի անգամ թվերը ներկայացրել եմ, բայց ձեր մեդիայում նույնպես կցանկանամ նշել, որ մենք ունենք լրջագույն խնդիր Հայաստանում կապված զորակոչի հետ։ Բազմաթիվ քաղաքացիներ մի շարք ճանապարհներով խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից։ Առաջի տարբերակը դա հիմնականում քաղաքացիությունից հրաժարվելն է, որ մինչև 16 տարին լրանալ է արական սեռի քաղաքացիներ հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից եւ արդեն զորակոչի տարիքում նրանք ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության, որովհետեւ թեև ազգությամբ հայեր են եւ բնակվում են Հայաստանում, բայց ունեն այլ երկրի անձնագիր։ Թիվը 2020-ից 2024 թվականների ընթացքում ավելի քան 8700 արական սեռի քաղաքացիներ մինչև 18 տարեկան գնացել են այս ճանապարհով, շատերը հիմա են գնում այս ճանապարհով, որպեսզի լուծեն իրենց խնդիրը։ Եվ ես առաջարկում եմ, որպեսզի մենք բարձր տուրք դնենք քաղաքացիությունից հրաժարվելու համար, սա գալիս է կանխելու այս արատավոր երևույթը, որպեսզի մեր քաղաքացիները այսօր ընդհանրապես 25000 դրամ են վճարում դիմում տալու համար, որպեսզի փոխեն իրենց քաղաքացիությունը։ Ես առաջարկում դա դարձնել 15 միլիոն դրամ, որպեսզի թիվը քաղաքացիությունից հրաժարվողների կտրուկ նվազի։ Եվ եթե անգամ նրանք շարունակեն գնալ այդ ճանապարհով, այն բացը, որ ունենալու են իրաց չծառայելով, լրացնենք այդ գումարով ուրիշ անձանց ծառայության բերելով։ Պարոն Սարգսյան, այդուհանդերձ կա եղել է որոշակի հետազոտություն, որն է պատճառը։ Դուք ներկայացնում եք վիճակագրական տվյալները, բայց ինչու են մարդիկ խուսափում, ինչու չեն ցանկանում ծառայել բանակում։ Ինձ թվում է, որ ծառայությունից խուսափելու պատճառները մեծամասամբ հայտնի են, դա աշխարհաքաղաքական եւ մեր տարածաշրջանային անվտանգային համակարգով պայմանավորված վախերն են հիմնականում, որ կան, եւ սրանով պայմանավորված քաղաքացիները ծախսում են մեծ գումարներ, դիմում են տարբեր պաշտոնյաների կամ ոչ պաշտոնյաների, որպեսզի իրենց օգնեն, նրանք կարողանան ստանալ առողջական հիվանդությունների թղթեր, որպեսզի նաև այդ հիմքով չծառայեն, կամ ուղղակի լքում են Հայաստանի Հանրապետությունը ուսման, բուժման կամ այլ նպատակներով եւ չեն վերադառնում Հայաստանի Հանրապետություն։ Նշեմ, որ ունենք 10000-ից ավել քաղաքացիներ, ովքեր այսօր հետախուզվում են բանակում չծառայելու համար եւ գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Նրանց կեսը մոտ 5000-ը միջև 27 տարեկան տղաներն են, այսինքն երբ ես ասում եմ, որ մենք պետք է սահմանափակենք բանակից խուսափելը եւ պետք է մեծ գումար դնենք քաղաքացիությունների փոխելու դիմաց եւ նաեւ պետք է որոշ առողջական խնդիրներ ունեցողներին տանենք սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության, որպեսզի նաեւ այն մեխանիզմները, որ հիմա կան եւ առկան եւ գործում են, դրանք կարողանանք մենք խափանել եւ այս իմաստով բարձրացնենք զորակոչի թիվը։ Այսօր բանակ է զորակոչվում, զորակոչի ենթականների 30-ից 40%-ը միայն, ես կարծում եմ, որ այս թիվը պետք է առնվազն 50%-ով շատացնենք եւ բանակ զորակոչվողների թիվը առնվազն 50%-ով պետք է լինի ամեն զորակոչին ավելի շատ, բայց
Երբ մենք սահմանափակումներ ենք մտցնում, մենք պետք է նաև հաշվի առնենք, որ այն խնդիրները, որոնք առկա են, ինչով պայմանավորված քաղաքացիները շարունակում են խուսափել եւ եթե մենք սահմանափակենք միևնույն է այլ ճանապարհ են փորձելու գտնել եւ ամենավատ տարբերակը ուղղակի լքելու են Հայաստանի Հանրապետությունը ընտանիքներով, մենք պետք է տանք հնարավորություններ եւ ծառայությունը դարձնենք ավելի գրավիչ դարձնելու ճանապարհները մի քանիսն են, առաջինը Զինծառայողների վճարվող գումարները պետք է բարձրացվեն։ Այն քաղաքացիներ, որ քաղաքացիությունից կհրաժարվեն եւ կտան 15 միլիոն դրամ, կամ այն քաղաքացիներ, ովքեր կվճարեն, որպեսզի կարճ ծառայեն, այդ հավաքագրված գումարների մի մասը պետք է ուղղվի մեր սովորական զինծառայողներ, այսինքն ժամկետային զինծառայողների դրամական ապահովման բարձրացմանը։ Այսօր շարքային կազմի մեր զինծառայողները ժամկետային ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում, որը պետք է առնվազն 5 անգամ կամ 10 անգամ բարձրացվի եւ նրանք պետք է 5-10 անգամ ավելի բարձր աշխատավարձ ստանան դրամական ապահովման տեսքով։ Հաջորդը նրանք, ովքեր որոշակի սպորտում հաջողություններ են հասել կամ գիտության մեջ, որ այսօր նրանք կառավարության որոշումներ ստանում են տարգետում կամ այլ հիմքերով ազատվում են, օրինակ գիտական կոչում ունենալու հիմքով ազատվում են ծառայությունից։ Ես կարծում եմ մենք չպետք է նման հնարավորություն տանք եւ առաջիկայում պետք է սահմանենք, եթե դու որևէ ոլորտում հաջողության ես հասել, սպորտի մեջ, աշխարհի չեմպիոն ես, Եվրոպայի կամ շախմատի չեմպիոն ես կամ գիտական կոչում ունես, դու հավանաբար նաև քո այդ վաստակով մեծ գումարներ ես վաստակում եւ կարող ես վճարել գումար, ծառայել 1 ամիս, ընդմիշտ փակել ծառայության էջը, ոչ թե ամեն տարի խնդրել, որպեսզի կառավարությունը օրինակ քեզ տարգետում տա եւ նաև քո վճարած գումարներով այլ քաղաքացիներ կծառայեն, դու էլ կծառայես 1 ամիս կամ 6 ամիս եւ կտիրապետես զենքին, բանակում ծառայելու հիմնական կանոններին, կտա զինվորական երթում, կհաշվառվես կոնկրետ զորամասում եւ կարիքի դեպքում քեզ պաշտպանության նախարարությունը կօգտագործի իր կարիքների համար։ Շատ լավ, շնորհակալություն, դեռ գումարի հարցին կանդրադառնանք։ Տիկին Մովսեսյան, արդյոք այս նախագիծը գրավիչ կդարձնի բանակում ծառայելը եւ եթե ձեր տեսակետը ընդհանուր ռիսկերի հետ կապված է, ինչ ռիսկեր ունի, խնդրեմ։ Տեսեք, գրավիչ դարձնելու հետ կապված ես ունեմ շատ ավելի տարբերվող կարծիք։ Ներողություն, նաև կխնդրեմ ներկայացնեք ձեր կարծիքով ինչու են մարդիկ խուսափում, հա, բանակից, խնդրեմ։ Լավ, սկսեմ այդտեղից, նախ եւ առաջ, ինչպես նշեց պարոն Սարգսյանը, խուսափում են բանակից, պետք է բարձել պատճառները։ Կարծում եմ պատճառները բազմաթիվ են եւ դրանց մասին պարոն Սարգսյանը եւս տեղյակ է, բայց չնշվեց նաեւ պատճառներից մեկը այն, որ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում արձանագրվում են զինծառայողների մահացության դեպքեր ոչ մարտական պայմաններում։ Հա, մենք իհարկե հասկանում ենք անվտանգային վիճակը Հայաստանի ներկայումս, սակայն հաշվի առնելով այն վիճակագրությունը, որը ունենք ներկայումս զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի, առաջին հերթին ցուցանիշ է, որից կարող են քաղաքացիները հավանաբար խուսափելով չցանկանալ գնալ զինվորական ծառայության։ Օրինակ նախորդ տարի 2024 թվականին 40 մահացության դեպքից միայն 4-ն է եղել մարտական պայմաններում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, այսինքն ընդհանուր առմամբ եթե դիտարկենք վերջին 5 տարիների կտրվածքով, դեպքերի 70-ից 80%-ը մահվան դեպքերի արձանագրվում են ոչ մարտական պայմաններում։ Կարծում եմ սա առաջնահերթ պատճառներից է, ինչու անձինք իրենք եւ իրենց ծնողները իհարկե ժամկետային զինվորական ծառայության անցնողների չեն ցանկանում, որպեսզի անձինք անցնեն զինվորական ծառայություն։ Խոսելով նաեւ գրավչության մասին, ես կցանկանամ նշել, որ իրականում նախագիծը ոչ թե գրավիչ է դարձնում բանակը, այլ կարող եմ ասել, որ ոչ գրավիչ է դարձնում այն իմաստով, նաև ոչ գրավիչ է դարձնում Հայաստանի Հանրապետությունը, որովհետև ինչպես բազմիցս նշվել է, սոցիալական անարդարության կոմպոնենտը միանշանակ կա։ Եթե ներկայումս իհարկե նշվում է, որ հարուստ, հա, մեծահարուստ խավի ներկայացուցիչները ունեն հնարավորություն, այսինքն օրինականացվում է իրենց կողմից տրվող վճարների հիմքով կոռուպցիա, այսինքն նախկինում կոռուպցիա համարվող կարգավիճակով օրինականացվում է զինվորական ծառայությունից ազատվելու այդ դրույթը, որը բնականաբար ընդունելի չէ։ Եվ մյուս կողմից, եթե հաշվարկենք գումարի չափով, հա, 15 միլիոն եւ 20 միլիոն դրամ զինվորական ծառայություն չանցնելու կամ 1 ամսով անցնելու համար, մենք կարող ենք դիտարկել, որ գուցե այս պահին, հա, եթե օրենքը նախագիծը արդեն ընդունվի,
նորից դրանից կօգտվեն հարուստ քաղաքացիները, մյուսները ոչ, բայց տարիների ընթացքում, եթե բաժանենք այդ 18 տարիներին, 15 միլիոնը կստացվի, որ ամսական երևի 70,000 դրամ կուտակելով, այսպես ասած, անձին կարող են իրենց որդիներին ազատել զինվորական ծառայությունից։ Կարծում եմ դա մեծ չափի գումար չէ, նույնիսկ միջին խավի ապրողների համար, որովհետև տարիներով կուտակելով, այսինքն ունենալով նպատակ, որպեսզի չծառայեն, կարող են կուտակել այդ գումարը եւ չանցնել զինվորական ծառայության։ Ես կարծում եմ, ճիշտ ձևակերպենք, նախագծով չի տրվում որևէ հնարավորություն չծառայելու, եւ դուք ասում եք նրանք կարող են վճարել եւ չծառայել, դա այդպես չէ։ Նրանք պետք է վճարեն եւ պետք է անցնեն ուղղակի կրճատված ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն հագեցված ռեժիմով, որպեսզի իրենց մասնագիտությունը ձեռք բերեն եւ ունենան իրենց անելիքը բանակում։ Եվ սա ինչ է տալու։ Օրինակ դուք երբ ասում եք սա կոռուպցիան օրինականացնելու ճանապարհ է, ես ձեր հետ համաձայն չեմ մի շարք պատճառներով, սա կոռուպցիան վերացնելու ճանապարհ է, որովհետեւ այսօր ունենք կոռուպցիա եւ հարուստների, մեծահարուստների երեխաները նրանց բարեկամների կամ նրանց աշխատողների, տնօրենների, նրանց խնամիների, ծանոթների երեխաները նույնպես չեն ծառայում։ Եվ մենք այսօր արձանագրում ենք, որ մեր բանակում չեն ծառայում այս խավի անձինք ու նշում ենք նաև ճանապարհները ոնց են խուսափում, ես լուծում եմ առաջարկում, մենք ոնց կարանք դրա դեմը կանգնեցնել եւ խափանել այդ մեխանիզմը, որը այսօր գործում է եւ սրանով հզորացնել մեր բանակը։ Ինչ վերաբերվում է այն անձանց, ովքեր ամեն դեպքում կնախընտրեն գնալ պարտադիր զինվորական ծառայության, նրանք կծառայեն ավելի լավ բանակում, նրանք կստանան ավելի բարձր աշխատավարձ, բանակը կհամալրվի այլ պայմանագրային զինծառայողներով եւ կդառնա ավելի մարտունակ եւ անխոցելի, եւ սրանով նաեւ բարձրանա ծառայության գրավչությունը եւ նաեւ մի շատ կարեւոր քայլ ենք մենք հաջորդի վանելու առաջիկայով նաեւ պարտադիր զինվորական ծառայության ժամկետն ենք կրճատելու բոլոր զինծառայողների համար, դրա մասին կխոսենք ավելի մանրամասն աշնանը, բայց նաեւ մեծ ֆինանսական միջոցներ բերելով բանակ, մենք հնարավորություն ենք ունենալու ճիշտ կազմակերպել ծառայությունը, դրա հաշվին նաև ծառայության ժամկետը բոլորի համար նվազելու է, սա նույնպես բերելու է ծառայության գրավչության բարձրացման։ Իսկ պետք է նշել, որ այդ գումարները այսօր հոսում են Հայաստանից դուրս։ Այնպես չի, որ միայն կոռուպցիան լեռներն են դրանից փող աշխատում եւ կոռուպցիոն մեխանիզմներով այդ գումարը մնում է Հայաստանի մեջ։ Շատերը իրենց երեխաներին ուղղակի դուրս են հանում Հայաստանի Հանրապետությունից, նաև իրենց հետ դուրս հանելով իրենց կուտակած տարիների ընթացքում կապիտալը։ Երբ դուք նշում եք, որ կարող են դրանք ամսական 70,000 դրամ հավաքել եւ վճարել եւ օգտվել օրենքից եւ ծառայել կարճ ժամկետով, դա շատ նախընտրելի եւ շատ ձեռնտու կլինի Հայաստանի Հանրապետության համար եւ պաշտպանության համար, որովհետեւ նախ մենք չենք կորցնի այդ երիտասարդին, ով պետք է թողնի եւ լքի Հայաստանի Հանրապետությունը, չենք կորցնի նրա ընտանիքի անդամներին, ավելին նա կգա կծառայի կհաշվառվի պահեստազորում եւ երկրորդ իր տված գումարով եւս երկու զինծառայող կգա եւ կծառայի բանակում, այսինքն մենք քաղաքացին կորցնելու փոխարեն եւ իրան հետ կբերենք եւ իր ֆինանսական միջոցները եւ եւս երկու պայմանագրային զինծառայողների, այսինքն մենք այսօր ունենք մեծ խնդիր, տարեկան թվերը չեմ ուզում նշեմ, շատ մեծ թվով քաղաքացիներ ուղղակի խուսափում են, նրանց մեծ մի մասին, անգամ փոքր տոկոսին, 1000-ին կամ 1500-ին, 2000-ին, եթե կարողանանք մենք հետ բերել պարտադիր զինվորական ծառայության հաշվառել եւ նրանք վճարեն այս սահմանված գումարները, մենք կունենանք բոլորովին ուրիշ իրավիճակ եւ բոլորովին ուրիշ պաշտպանվածություն, մեր պաշտպանության նախարարությունը կարող է իր խնդիրը լուծել շատ ավելի լավ եւ շատ ավելի մեծ ռեսուրսը, որը այսօր մենք չունենք դանդաղելու եւ այս ընթացքը բաց թողելու հանգամանքներով։ Ես կարծում եմ, որ այս օրենքը ոչ թե պետք է հիմա ընդունել, այլ ուշացած է, ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ շատ արագ այն մտնի ուժի մեջ եւ արդեն առաջիկա զորակոչին, որը լինելու է այս ամռանը, արդեն կարողանա գործել օրենքը եւ մենք ունենք նաեւ բազմաթիվ քաղաքացիներ, սա նույնպես ցանկանում նշել, ովքեր ում 27 տարին լրացել է նախորդ իմ օրենքի ընդունումից հետո, նրանք սպասում են այս օրենքին, որպեսզի կարողանան գան օգտվել եւ անցնել պարտադիր զինվորական ծառայություն վճարելով գումարներ Հայաստանի Հանրապետությանը, նաև վերադառնալով իրենց ընտանիքներին, իրենց պետություն, հայրենիք Հայաստանի Հանրապետություն, եւ մենք պետք է այս հնարավորությունը օր առաջ ընձեռենք։
Եթե արձագանքում եք, խնդրեմ։ Եթե թույլ կտակ հենց այդ մասով տեսեք, եթե անձը վճարում է որոշակի գումար ու անցնում է ծառայության օրինակ 1 ամիս ժամկետով, դա չի երաշխավորում, որ անձը մնալու է Հայաստանում եւ հետագայում նպաստելու է Հայաստանի մարտունակությանը, այսինքն ոչինչ իրեն արդեն իսկ չի խանգարում գնալ արտերկիր, ապրել, քաղաքացիություն ստանալ եւ բնականաբար դրա մյուս կողմը, այսինքն խոսեմ նաև քաղաքացիության մասով, սրանով կարծես թե ստիպում ենք քաղաքացիներին մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց դրա այլընտրանքային տարբերակները միանշանակ քաղաքացիները կարող են գտնել, օրինակ միանգամից ծնողները գնան արտերկիր, երեխաները ծնվեն այնտեղ, չունենան Հայաստանի քաղաքացիություն եւ ուղղակիորեն դա կազդի Հայաստանի դեմոգրաֆիայի վրա։ Իսկ ինչ վերաբերում է կարճ ժամկետով ծառայություն անցնելուց հետո պահեստազորում հաշվառվելուն, մենք վարժական հավաքների օրինակով գիտենք, որ 25 օրը ընդհանրապես բավարար չէ մարտական հերթապահություն իրականացնելու համար։ Դրա մասին են վկայում օրինակ մահվան դեպքերը, որոնք արձանագրվել են պահեստազորայինների շրջանում անցած տարիներին, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով, անվտանգության պահպանման կանոնների խախտման հետևանքով, եւ բնականաբար կարող ենք ասել, որ եթե անձը անցել է 1 ամիս ծառայություն, դա չի նշանակում, որ ինքը մարտունակ զինծառայող կլինի հետագայում Հայաստանի համար որպես պահեստազորային։ Թույլ տվեք չհամաձայնվել, նախ սկսեմ նրանից, որ դուք ասում եք սրա պատճառով մարդիկ կգնան եւ արտասահմանում երեխա կունենան, պետք է ասեմ, որ դա հիմա էլ կա եւ եղել է եւ շարունակել է լինել։ Մենք ցավոք սրտի չենք կարող օրենքով արգել ենք, որպեսզի քաղաքացիները այլ երկրում ունենան զավակ, որը կլինի նաեւ այդ երկրի քաղաքացի։ Որ նշվում է ավելի։ Մենք Իմ օրենքի նախագիծը դա չի լուծում, եթե դուք ունեք որևէ գաղափար ինչպես կարող ենք այդ հարցը լուծել, կխնդրեմ ներկայացնեք, ես կպարտավորվում եմ, որ նման օրենքի նախագծով նույնպես հանդես կգամ։ Ինչ վերաբերվում է 25-օրյա հավաքներին կամ մի ամիս ծառայություն, նշեմ, որ ուսումնասիրում ենք միջազգային փորձունը Ղազախստանում կամ Թուրքիայում կա կարճատև ծառայություն, 21 օր ծառայություն կամ 35 օր ծառայություն, որով քաղաքացիները կարողանում են վարժ տիրապետել որոշ զենքերին, զինատեսակներին եւ նաեւ կան զինատեսակներ, որոնց հնարավոր է տիրապետել մեկ շաբաթյա դասընթացներ անցնելով, որը նաեւ կիրառվում է մի շարք տարբեր երկրներում։ Ուզում եմ ասել, որ ժամկետի սերմ լինելը չի նշանակում, որ նրանք պակաս գիտելիք են ստանալու ու այնպես չի, որ այսօր մեր զինծառայողները, ովքեր 2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն են անցնում, 2 տարի ուսանում են, նրանք հիմնականում ուսումնական զորամասերում ծառայում են մինչև 6 ամիս ժամկետով եւ դրանից հետո արդեն անցնում են իրենց հիմնական ծառայությանը եւ ուսումնական զորամասում չեն ծառայում երկար ժամկետով, այսինքն 2 տարի ժամկետը եւ որը մենք այսօր ունենք, դա ուսումնական ժամկետը չի, ուսումնական ժամկետը շատ ավելի սերմ է կախված մասնագիտություններից։ Պարոն Սարգսյան, այն որ նշվեց, մահացությունների բավական մտահոգիչ պատկեր կա, արդյոք սա չի նշանակում, որ խնդիրը այլ տեղ է եւ մինչդեռ օրինագիծը այլ լուծում է, առաջարկում։ Տեսեք, մահացությունների դեպքերի մասին մենք նույնպես գիտենք եւ ավելի խորացված գիտենք լինելով Պաշտպանության հանձնաժողովի անդամներ, պատգամավորներ, ունենալով գաղտնի տեղեկատվությանը տիրապետելու հնարավորություն։ Ես նաեւ մի շարք հարցումներ եմ արել հասկանալու համար, թե ըստ տարիների քանի ինքնասպանության դեպք է եղել, օրինակ մեր զինված ուժերում, ինչ պատճառներով են մեր քաղաքացիները գնում այդ ծայրահեղ քայլին, կատարում ինքնասպանություն, հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունենք եւ ինչպես կարող ենք լուծել։ Նաեւ վերջերս հարցում եմ կատարել, թե ծառայության որ ամսին են ինքնասպանություն կատարում մեր զինծառայողները, վերլուծելու համար, եթե մենք ծառայության ժամկետը նվազեցնենք, հնարավոր է նաեւ ռիսկերը նվազեցնենք, օրինակ այն քաղաքացին, ով պետք է ցանկանում է դիմել ինքնասպանություն, եթե իմանա, որ իրեն կարճ ժամանակ է մնացել տուն գնալու, կարող է ձեռնպահ մնալ այդ քայլից, բայց ուսումնասիրելով տեսնում ենք, որ շատ տարբեր են օրինակ ինքնասպանության դեպքերը բանակում, որը նաև մեր իրական կյանքում կա եւ բոլոր այն արատավոր կամ վատ կամ դժբախտ պատահարները, որը որ լինում է մեր իրական կյանքում, օրինակ էլեկտրահարումը, այս իրական կյանքում նաև քաղաքացիական կյանքում նույնպես պատահում է,
ցավոք սրտի եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, ամբողջ աշխարհում, նաեւ դա կարող է տեղի ունենալ բանակում, քանի որ բանակը անջատ չի եւ նաեւ բանակը մեր հասարակության հայելին է եւ մեր հասարակության ներկայացուցիչներն են գնում բանակը, այսինքն պատահարները հասկանալի ինչ որ չափով, պարոն Սարգսյան։ Կներեք, նաեւ օրինակ ինքնասպանության դեպքերը ես բուկմեկերական գործունեության հարկերը բարձրացնելու նախագծի ժամանակ նաեւ կարճ անդրադարձա, որ բանակի ինքնասպանությունները ոչ խոսքը չի գնում միայն ժամկետային զինծառայողների մասով, նաև պայմանագրայինների սպայական անձնակազմի մասով, որ ինքնասպանությունների մեծ մասը տարի ենք ունեցել, որ եղել են բուկմեկերական գործունեության կամ ինտերնետ շահումով խաղերի, ինտերնետ կազինոների բացասական հետևանքների արդյունքում, այսինքն տվյալ անձինք մեծ գումարներ են վատնել կուտակելով պարտքեր, դրա հետևանքով դիմել են ինքնասպանության, ինչը մեր քաղաքացիական կյանքում նույնպես պատահում է։ Այսինքն, եթե մեր քաղաքացիական կյանքում ամեն 5-րդը կամ ամեն 2-րդը ներգրավված է մոլախաղերի մեջ, նույն իրավիճակը նաև բանակում է։ Եվ եթե քաղաքացիական կյանքում մարդ կարա պարտքերի պատճառով դիմի ինքնասպանության, նաև նույնը կարա տեղի ունենա բանակում։ Այստեղ խնդիրը պետք չի խորանալ միայն ռազմական քաղաքականության կամ պաշտպանության նախարարության թերացումների մեջ, այո, իհարկե թերացումներ կան, բայց նաև դա կա իրական կյանքում։ Մենք վերջին մի քանի ամսվա ընթացքում քաղաքացիական կյանքում մի շարք ինքնասպանության դեպքեր ենք հանդես եկել եւ ըստ ինքնասպանություն գործած անձանց ընտանիքի անդամների դրանց մի մասը կատարել են ինքնասպանություն նաև մեծ պարտքեր կուտակելու պատճառով։ Շնորհակալություն, պարոն Տիկին Մովսեսյան, որքանով է ճիշտ համեմատությունը, հա, քաղաքացիական կյանքի եւ բանակում հաշվի առնելով իհարկե պետության պոզիտիվ պարտականությունը։ Ես հենց այդ մասով էի ցանկանում արձագանքել, տեսեք, երբ որ քաղաքացիական կյանքում անձի ինքնասպանություն է գործում, նա չի գտնվում անմիջապես պետության վերահսկողության ներքո, ինչը չէինք ասի զինվորական ծառայության ընթացքում, երբ ինքը գտնվում է պաշտպանական գերատեսչության վերահսկողության ներքո, այդ ասելով նկատի ունեմ հրամանատարներ, անմիջական հրամանատարներ եւ այլն, այսինքն պետք է աշխատել այս ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել, վերահսկել զինծառայողներին, արգելել, եթե իհարկե պատճառները հայտնի են, որ զինծառայողների մահվան դեպքերում պատճառ են հանդիսանում նաև նման բուկմեկերական ընկերություններում, հա, պարտքեր եւ այլն, այսինքն պետք է վերահսկողությունը իրականացվի հենց պաշտպանական գերատեսչության կողմից, իսկ հասարակ, հա, քաղաքացիական կյանքում անձինք չունեն այդ անմիջական վերահսկողությունը։ Բացի այդ նշեմ նաև, որ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զինված ուժերում ինքնասպանությունների եւ սպանությունների հիմնական պատճառը ոչ կանոնադրային հարաբերությունների առկայությունն է, ինչը նշանակում է պարբերաբար ճնշումներ, վատ վերաբերմունք, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք զինծառայողների նկատմամբ, որը ինչ որ պահի հանգեցնում է ինքնասպանության, հա, սա զուտ համեմատության համար նշեմ, որ նույնը չէ քաղաքացիական զինվորական կյանքում ինքնասպանությունները։ Ես համաձայն չեմ ձեզ հետ, չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ բանակում համատարած կանոնադրական հարաբերությունները այդպիսին են, որ զինծառայողներին ճնշում են կամ դրդում են ինքնասպանության կամ նվաստացնում են նրանց արժանապատվությունը, չկա նման բան, չի կարող նման բան լինել։ Այո, կարող են լինել երկու զինծառայող, ովքեր իրար մեջ ունենան կոնֆլիկտ եւ դա հասունանա դառնալով որևէ տեսակի հանցագործություն, որը նաեւ իրական կյանքում է տեղի ունենում։ Իսկ բանակում ոչ մարտական հերթապահություն իրականացնող զոհերի մեծ թիվը նաև մի մասը գալիս է օրինակ ճանապարհային տրանսպորտային պատահարներից։ Հայաստանի Հանրապետություն տարեկան 300-ից 400 բարդ է մահանում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում, դրանց մեջ նաև լինում են զինվորականներ։ Եվ երբ զինվորականը եթե անգամ ծառայության վայրում չի գտնվում մահանում է, դա հաշվառվում է որպես բանակում տեղի ունեցած մահ, կամ եթե օրինակ սրտի կանգ է առաջանում, օրինակ ունենք զինծառայողներ, ովքեր հասակով զինծառայողներ, ովքեր նաև սրտի կանգ է առաջանում նրանց մոտ, դա նույնպես հաշվառվում է որպես բանակում մահվան դեպք ոչ մարտական հերթապահության արդյունքում։ Այսինքն մահվան դեպքերը բանակում առկա, չպետք է բոլորը վերացենք նրան, որ բանակում արատավոր երևույթները այդքան շատ են, որ նման մեծ թվով մահվան դեպքեր են ունենում, քանի որ իրական կյանքում էլ նույնպես բազմաթիվ հիվանդություններից մարդիկ անժամանակ մահանում են տարբեր պատճառներով։ Խնդրեմ Տիկին Մովսեսյան, եթե կան վիճակագրական տվյալներ հենց հստակ բան։ Ընդհանուր խոսակցությունը չվերածելով երկխոսության, բայց ամեն դեպքում կցանկանամ սրան էլ արձագանքել, որովհետև տեսեք անցած տարի
36 ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերից 12-ը եղել են ինքնասպանության եւ սպանության հետևանքով, այսինքն 30%-ը ըստ էության, ավելի քան 30%-ը, 1/3 մասը կազմել են ինքնասպանության եւ սպանության հետևանքով մահվան դեպքերը։ Ես գիտեմ, իհարկե վիճակագրությունը ունենք, որ մեծ թվով դեպքեր ավտովթարի հետևանքով են, չենք բացառում, ինչ վերաբերում է արդեն առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերին, սրա մասով եւս ասելիք ունեմ այն իմաստով, որ հետազոտությունները եթե մահվան դեպքերը արձանագրվում են ժամկետային զինծառայողների շրջանում, այստեղ ունենք մտածելու, բավականին շատ բան ունենք մտածելու, զորակոչի իրավական եւ պատշաճ գործընթացի իրականացման հետ, որովհետեւ եթե առողջական խնդիրներով անձը զորակոչվում է եւ այնտեղ առողջական խնդիրը խորանում է հանգեցնելով մահվան, բնականաբար սա չի կարող համարվել ընդհանուր, որ քաղաքացիական կյանքում էլ են տեղի ունենում նման դեպքեր։ Բացի այդ, ինչ վերաբերում է սպայական եւ պայմանագրային սպայական կազմի եւ պայմանագրային զինծառայողների շրջանում մահվան դեպքերին, այս դեպքում եւս օրենքով նախատեսված են դրույթներ, որոնք նախատեսում են պլանային հետազոտություններ իրականացնել։ Որևէ մեկը ապահովագրված չէ իհարկե սրտի խնդրից, բայց ամեն դեպքում պլանային հետազոտությունները եւս ոչ պատշաճ են իրականացվում, որոնք կարող են եւս հանգեցնել մահվան դեպքերի։ Շատ լավ, պարոն Սարգսյան, հետաքրքիր է, կան տվյալներ զորակոչային տարիքի քաղաքացիների, օրինակ ֆինանսական կարողությունների վերաբերյալ։ Բազմիցս քննադատվում է հատկապես օրինակ 15-20 միլիոն դրամը բավական բարձր շեմ է նշվում։ Քանի զինծառայող կարող է այսօր այդպիսի վճար վճարել եւ ընդհանուր առմամբ կան ինչ որ տվյալներ, թե որքան ներհոսքի մասին է, խոսքը, գումարային խնդրեմ։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, նման վիճակագրություն չունենք, բայց կարող եմ վիճակագրությունը ներկայացնել նախորդ օրենքի, որը անցած տարի փետրվարին մտավ ուժի մեջ, ինչի մասին էր նախորդ օրենքը, այն քաղաքացիներ, ովքեր խուսափել էին պարտադիր զինվորական ծառայությունից եւ ում 27 տարին լրացել էր, իմ նախորդ օրենքով նրանց հնարավորություն տվեցինք վերադառնալու Հայաստանի Հանրապետություն եւ ազատվելու քրեական պատասխանատվությունից ընձեռելով 5 հնարավորություն։ Առաջին՝ ծառայել 2 տարի ժամկետով եւ չվճարել որևէ գումար, այսինքն նրանք իրենց պարտքը կվերադարձնեին, որը չեն վերադարձրել, եւ խրախուսական նորմով կազատվեին քրեական պատասխանատվությունից։ Հաջորդ տարբերակը՝ վճարել 2.5 միլիոն դրամ եւ ծառայել 1 տարի ժամկետով, վճարել 5 միլիոն դրամ եւ ծառայել 6 ամիս ժամկետով, վճարել 8 միլիոն դրամ ծառայել 1 ամիս ժամկետով կամ վճարել 15 միլիոն դրամ զինվորական ծառայության դիմաց։ Եվ այս օրենքից օգտվել է 90 քաղաքացի, որոնցից 60-ը վճարել են 15 միլիոն դրամ եւ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Սա նշեմ, որ այս օրենքից օգտվել է հետախուզման մեջ գտնվող 27 տարի լրացածների ընդամենը 1.8%-ը եւ կարող ենք եզրահանգել, որ գումարը բարձր է եւ ոչ բոլորն են կարողանում օգտվել այս օրենքից եւ նաեւ ես օրենքի շրջանառության մեջ դնելուց հետո նաեւ խոսելով մեր բազմաթիվ քաղաքացիների հետ նաեւ ցանկություն եմ հայտնել եւ առաջարկել եմ, որպեսզի գումարները մի փոքր իջեցնենք եւ սահմանենք ավելի ցածր գումարներ, բայց պետք է նաև նշեմ, որ Պաշտպանության նախարարությունը հակառակ կարծիքին է եւ առաջարկել է բարձրացնել գումարները, ինչի հետ ես համաձայն չեմ։ Պաշտպանության նախարարությունը առաջարկել է 6 ամիս ծառայությունը դարձնել 4 ամիս, իսկ 15 միլիոն դրամ վճարվելի գումարը սարքել 24 միլիոն դրամ, 1 ամիս ծառայության դիմաց իմ առաջարկած 20 միլիոն դրամը բարձրացնել 30 միլիոն դրամի։ Ես համաձայն չեմ այս Պաշտպանության նախարարության այս առաջարկների հետ, ինչու, որովհետև այդ պայմաններում օրենքից օգտվողների թիվը կլինի շատ ավելի փոքր, քան 1.8%-ն է, քանի որ ինչպես նշեցի, 15 միլիոն դրամ վճարել է ընդամենը 60 հոգի 4800-ից, ինչը 1%-ի մոտ 1% է կազմում, եւ մենք եթե բարձրացնենք սահմանելով 30 միլիոն դրամ եւ նաեւ այս դեպքում նրանք վճարում են 15 միլիոն դրամ եւ չեն ծառայում, 27 տարի լրացածների մասին է խոսքը։ Եթե այս մյուս առաջարկով նրանց մենք ստիպենք, որպեսզի կամ առաջարկենք, որպեսզի վճարեն 30 միլիոն դրամ եւ եւս 1 ամիս ծառայեն, բնականաբար ցանկություն հայտնողների թիվը կլինի քիչ։ Եվ այն խնդիրը, որ մենք ունենք, որ ցանկանում ենք սրանով 1000-ով կամ 2000-ով
շատացնել զորակոչի թիվը եւ նաեւ հայրենիք վերադարձողների թիվը գումարի բարձրացման պայմաններում չենք կարողանալու այս խնդիրը պատշաճ լուծել եւ այն քննադատությունները որ կան որ սա միայն հարուստների կամ օլիգարխների համար է այս օրենքը կարող է նաեւ տրամաբանական լինել որ միայն շատ հարուստները կարողանան իրենց թույլ տալ օրենքից օգտվել իսկ եթե իրականում նայենք կտեսնենք որ այդ շատ հարուստների կամ օլիգարխների երեխաները կամ թոռները վաղուց արդեն իրենց հարցերը լուծել են եւ անգամ չեն գա այս դաշտ այսինքն կդառնա այնպես որ եթե մենք այսպիսի բարձր գումարներ սահմանենք օրենքը կմնա թղթի վրա եւ իրական կյանքում օգուտ չի տա մեզ զինված ուժերին իսկ եթե մենք սահմանենք գումարներ Իրաքի գումարները չպետք է լինեն ցածր, մենք այդ գումարներով պետք է այլ զինծառայողների աշխատավարձ կարողանանք վճարել եւ ոչ ցածր աշխատավարձ, որովհետեւ մեր բանակի համալրվածությունը ապահովենք, բայց նաեւ գումարները պետք է լինեն տրամաբանական, որովհետեւ մեր քաղաքացիները կարողանան օգտվել։ Նաեւ ունենք մենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր որ ուսում են ստանում արտասահմանում կամ Հայաստանում եւ ցանկանում են ըստ իրենց ուսման անցնել աշխատանքի Երբ մենք նրանց ստանում ենք 2 տարի պարտադիր զինվորական ծառայության, նրանց ուսումից շատ քիչ բան է մնում, քանի որ ուսումը պետք է համատեղվի նաև պրակտիկ աշխատանքի հետ։ Եթե դու 4 տարի ուսանում ես եւ ըստ քո մասնագիտության չես աշխատում, քո ուսումը կարող է զրոյանալ անգամ, իսկ եթե մենք տանք հնարավորություն մեր քաղաքացիներին, ովքեր ստացել են կրթություն, վճարելու գումարը կարճատև ծառայություն անցնելու, դրանից հետո ըստ իրենց մասնագիտության աշխատելու եւ նաեւ փակելու այն ֆինանսական միջոցները, որ նրանք ներգրավել են կարճատև ծառայության համար, սա կարող է գրավիչ դարձնել նաեւ կրթությունը եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը բնակվել է եւ եթե ամփոփում ենք շատ կարեւոր բան եմ ուզում ասել, Հայաստանի Հանրապետությունում պաշտպանությունը կամ Հայաստանի Հանրապետության մարտունակությունը դա միայն պաշտպանության նախարարության կամ զինված ուժերի մարտունակությունը չէ։ Եթե դու չունես հզոր տնտեսություն, եթե քո հարկերի հավաքագրումը չես կարողանում պատշաճ իրականացնել, դու չես կարող ունենալ հզոր բանակ։ Եվ այն միտքը, որ բոլորը պետք է ծառայեն անխտիր եւ ամեն միջոց պետք է միայն դրվի պաշտպանության նախարարության վրա, որպեսզի մեր կարիքները պաշտպանական կարողանանք իրականացնել, սա սխալ տրամաբանություն է եւ սա կտանի կբերի վատ տեղ եւ նաեւ շատ կարեւոր է, որ օրինակ 2020 թվականի պատերազմից հետո այդ կենացային տրամաբանությունը շատ կարճ է, որ օրինակ ճանապարհները մի վերանորոգեք, այդ գումարները ծախսեք պաշտպանական կարիքների համար կամ դպրոցներ մի կառուցեք կամ այլ ենթակառուցվածքներ մի կառուցեք եւ այդ գումարները ծախսեք պաշտպանությունը ավելի լավ կազմակերպելու համար, եթե մենք այդպես անեինք, այսօր մեր պաշտպանական բյուջեն 2 անգամ աճած չէր լինի։ Այսինքն եթե դու ճանապարհ չկառուցես, ենթակառուցվածքներ չկառուցես, դու չես կարող ունենալ հզոր տնտեսություն եւ նաեւ հարկերի հավաքագրումը չի աճի, նաեւ չի աճի պաշտպանության բյուջետ։ Շատ լավ, պարոն Սարգսյան, ամեն դեպքում ես ուզում եմ այստեղ մեջբերել ձեր ընդդիմադիրների կարծիքը, նրանք այդուհանդերձ պնդում են, որ քաղաքացիներին 2 դասակարգի եք բաժանում փողատերեր եւ ոչ փողատերեր, նպատակը բյուջե լցնելն է եւ ինչու է այս փուլում այս թեման պատահական չի, որ ակտիվանում է, որովհետեւ նախ ունի նախընտրական բնույթ, երկրորդ, այսպես ասած, համընկնում է Ադրբեջանի առաջ մղած Հայաստանի ապառազմականացման նախապայմանին։ Ադրբեջանի մասով ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ, որովհետև տրամաբանություն չունի, կամ եթե անդրադառնանք, հետեւյալի մասին է խոսքը։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր զինված ուժերը լինեն ավելի մեծ թվով քաղաքացիներ ներգրավեն պաշտպանության իրականացմանը, մեծացնենք նաև պայստազորի թիվը, այն քաղաքացիներ, ովքեր լքում են Հայաստանի Հանրապետությունը, չթողենք լքեն եւ նրանց նաև բերենք զորակոչենք պարտադիր զինվորական ծառայության, սա ըստ այդ մտքի հեղինակի ապառազմականացմանն է տանում։ Եթե նախագծի ընդունման արդյունքներով մենք կարող ենք 1000 ավել զինծառայող ունենալ ժամկետային եւս 2000 պայմանագրային զինծառայող ունենալ, այսինքն եթե օրենքը ճիշտ աշխատի եւ իմ ասած թվերով կարողանանք մենք ընդունենք, մոտ տարեկան մոտ ավել 3000 զինծառայող կունենանք, սա ըստ մտքի հեղինակի բերումը Հայաստանի ապառազմականացման, այսինքն զինծառայողների թվի ավելացումը ինչպես կարող է բերել ապառազմականացման։ Ընդհակառակը օրենքի ընդունման պարագայում
մեր զինված ուժերը կհամալրվեն եւ կունենանք ավելի ուժեղ, ավելի մարտունակ զինված ուժեր եւ նաեւ Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիական խնդիրը, որ այսօր ունենք, որ մեր քաղաքացիները ուղղակի թողում են լքում են իրենց արական սերի տղային բարակից փախցնելու համար ընդհանուր ընտանիքով, նաեւ իրենց տանելով իրենց աղջիկներին կամ ընտանիքի մյուս անդամներին, մենք այս դեմոգրաֆիական խնդիրն ենք լուծելու եւ կանխելու ենք այս հարոտավոր երևույթը, որ ունենք մեր Հայաստանի Հանրապետության միջի մասին է խոսքը։ Սա միայն բերելու է մեր երկրի պաշտպանվածության բարձրացմանը։ Իսկ ինչ վերաբերվում է հարուստների աղքատների բաժանելու, մի հատ բան ասեմ, այսքան ընթացքում ով է խոսել այս խնդիրների մասին, որ հարուստների երեխաները օրինակ Անգլիա ուսման գնալով չեն վերադառնում եւ ոչ Հայաստանի Հանրապետությունում ծառայում են, ոչ հաշվառվում են կամ նրանք հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ օրինակ պատերազմական դրության պայմաններում ենթակա չեն զորակոչման, որտեղ ունեն այլ երկրի քաղաքացի, շարունակում են բնակվել Հայաստանի Հանրապետությունում այլ երկրի անձնագրով եւ օրինակ 25 օրյա հավաքներին չեն մասնակցում, պատերազմական դրության պայմաններում հավաքներին չեն մասնակցում, ընդհանրապես որտեղ նրանք ենթակա չեն զորակոչման։ Ու շատ հեշտ է ու շատ իրանց համար շատ գայթակղիչ է, որ օրինակ ասեն, բա ինչու էս մի դիրքը զիջվեց, բա ինչու լավ չեն կռվում մեր զինծառայողները, ինչու էս խնդիրը լավ չեն կատարում, որտեղ նրանք ուղղակի ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության եւ հիմա այսօր գործող պայմաններում ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ մեր զոհված զինծառայողների մեծամասնությունը, գերակշիռ մեծամասնությունը, եթե տոկոսներ չնշեմ, բոլորը դրանք սոցիալական մեծամասամբ սոցիալական խնդիր ունեցող ընտանիքի զավակներ են։ Ինչու մենք սրա մասին չենք խոսում։ Առաջի անգամ մենք ունենալու ենք հնարավորություն, որպեսզի հարուստների երեխաների նախ արգելենք թողեն Հայաստանի Հանրապետությունը լքեն կամ քաղաքացիություն փոխեն, նրանց տանելու ենք զորակոչենք պարտադիր զինվորական ծառայության Դրանից հետո նաև կանչեն 25 օրյա հավաքներին։ Իսկ 25 օրյա հավաքներին չներկայանալու կամ մարտական այլ զորակոչին չներկայանալու դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսվում մինչև 8 տարի ժամկետով կալանք, իսկ 25 օրյա հավաքներից խուսափելը եւ չներկայանալը մենք հիմա արդեն քրեականացնում ենք, քանի որ մինչև այս քրեական պատասխանատվություն չէր ենթադրում, մենք նոր հոդվածներ ենք ավելացրել քրեական օրենսգրքում, որպեսզի 25 օրյա հավաքին չներկայանալը նույնպես քրեականացնենք։ Շնորհակալություն, խնդրեմ Տիկին Մովսիսյան։ Երկարաժամկետ, եթե հետևանքները դիտարկենք, որքանով է սա իսկապես բարեփոխում։ Ես նաև արձանագրեմ այն հանգամանքը, որ պարոն Սարգսյանը տեղեկացված լինելով, իմանալով, որ կա նման խնդիր, երբ որ հարուստների երեխաները չեն ծառայում եւ դա կոռուպցիոն ակնհայտ, կոռուպցիոն դրսևորում է, միգուցե իմաստ ունի սկսել խնդիրները լուծել այստեղից, իմանալով, թե վստահ եմ, որ կիմանաք, թե ովքեր են այդ անձինք, ովքեր ազատում են իրենց երեխաներին կոռուպցիոն հիմքերով։ Միգուցե իմաստ ունի հենց սկսել փոփոխությունները այստեղից իրականացնել։ Բացի դրանից հաջորդ քայլը կլինի արդեն ապահովել զինվորական ծառայության պատշաճ իրականացում, այսինքն որևէ ձևով վատ վերաբերմունքի դրսևորումները բացառել զինված ուժերում, ստեղծել այնպիսի բանակ, որը հիմնված է մարդու իրավունքների գերակայության վրա, եւ դա ավելի շատ կնպաստի հենց զինծառայողների ցանկությանը գնալ ծառայության, քան նման ձևով, որ ամեն դեպքում 1 ամիս ծառայելով ես մնում եմ այն կարծիքին, որ անձինք պատրաստ չեն լինելու պահեստազորում հաշվառված կադր։ Ձեր ասած ճանապարհներով մենք նույնպես գնում ենք։ Նախ իրավապահ համակարգում են փոփոխություններ կատարվում եւ նաեւ մեր զորահավաքային ծառայությունը եւ կադրեն եւ այլ փոփոխություններ են տեղի ունենում, ինչը բերելու է նաեւ զորակոչի թվի ավելացման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազման։ Նաեւ շատ կարեւոր մեկ այլ քայլ եմ առաջարկել այս փաթեթի մեջ, որը ներառված է, դա փորձաքննությունից հրաժարվելու քրեականացումն է, որովհետեւ օրինակ եւ այսօր ունենք տեղեկատվություն, որ օրինակ ինչ-որ հարուստ երեխա առողջական խնդիրների թղթեր սարքելով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Երբ հարուցվում է քրեական գործ եւ նրան կանչում են կրկնակի փորձաքննության, նա հրաժարվում է փորձաքննությունից եւ դա այսօրվա գործող կարգավորումներով քրեական պատասխանատվություն չի ենթարկվում։ Ընդունենք իր համար գրել են, որ տեսողությունը -8 է, բայց իրականում գիտենք, որ իր տեսողությունը -8 չի, օրինակ -1 կամ նա ընդհանրապես տեսողության խնդիր չունի։ Կանչում ենք, որպեսզի նա փորձաքննություն անցնի, հասկանանք իրականում տեղեկատվությունը համապատասխանում թե ոչ, նա ուղղակի հրաժարվում է փորձաքննությունից եւ չի դատապարտվում եւ նաեւ չենք կարողանում նրան զորակոչել, քանի որ նա արդեն ունի առողջական թղթեր։
Իմ առաջարկած տարբերակով, եթե նա հրաժարվի փորձաքննությունից 1-ից 3 տարվա կալանք կնախատեսվի, սրանով պայմանավորված այս քաղաքացիներին նույնպես մենք կբերենք կրկնակի փորձաքննության եւ մեծ հավանականությամբ մի մասի նաեւ կզորակոչենք պարտադիր զինվորական ծառայության եւ նաեւ կփակենք այս ճանապարհով բանակից խուսափելու այն կարգավորումները, որը մենք ունենք եւ շատ կարեւոր է կառավարության 404 որոշման մասին խոսելը, որտեղ մենք հսկայական փոփոխություններ ենք առաջիկայում իրականացնելու եւ առողջական որոշ խնդիրների դեպքում տանելու ենք սահմանափակումով ծառայության։ Եթե օրինակ ինչ որ զինծառայողի դեպքում գրել են որևէ հիվանդություն, որ տանելի է եւ կարող ենք նրանք տանել սահմանափակումով ծառայության եւ մենք այդ կանձին տանենք սահմանափակումով ծառայության, շատ կարճ ժամանակ հետո բացահայտվելու է, որ նա իրականում այդ հիվանդությունը չունի եւ հնարավոր է փոխենք եւ սահմանափակումով ծառայության փոխարեն նրան տանենք լիարժեք պարտադիր զինվորական ծառայության։ Պարոն Սարգսյան, երբ նշում եք, կոռուպցիայի մասին, արդյոք սա չի նշանակում, որ 6-7 տարիների ընթացքում, ձեր իշխանությանը այդպես էլ չի հաջողվել այդ կոռուպցիան վերացնել, նաև չի հաջողվել բանակում այդ բարեփոխումները իրականացնել, որպեսզի նաև չունենանք մահացությունների կամ կանոնադրական այդ հարաբերությունների մտահոգիչ իրավիճակը։ Բանակում մի շարք բարեփոխումներ են տեղի ունեցել, որը ակնառու է եւ բոլորը կարող են փաստել։ Մեր ցանկացած քաղաքացի, ով ծառայել է միջև հեղափոխությունը եւ ունի ծանոթներ կամ ունի երեխա, ով ծառայում է հեղափոխությունից հետո հիմա, բոլորը կփաստեն, որ բանակում ծառայությունը դարձել է ավելի գրավիչ, կանոնադրական հարաբերությունները իհարկե ամբողջությամբ մեր երազածը չեն, բայց մի քանի անգամ ավելի լավն են, քան գոնե միջև հեղափոխությունը տեղի ունեցած իրավիճակը եւ մթնոլորտը, որը առկա էր բանակում։ Կոռուպցիայի մասով ասեմ, որ այո, մենք բարձրաձայնում ենք, որ ունենք խնդիր եւ քայլեր ենք ձեռնարկում, գնում ենք ինստիտուցիոնալ փոփոխությունների ճանապարհով, որպեսզի նվազագույնի հասցնենք կոռուպցիոն ռիսկերը եւ այդտեղ չկա ամաչելու եւ թաքցնելու բան եւ ճիշտը խնդիրների մասին པարզ խոսելն է, մենք չպետք է շարժվենք այն տրամաբանությամբ, որ վայ բանակը սուրբ է, հանկարծ բանակի խնդիրների մասին չխոսանք, հանկարծ թշնամին չիմանա կամ որևէ մեկը չիմանա, ասի, որ մեր բանակում խնդիրներ կան։ Ես գտնում եմ, որ մեր բանակի խնդիրների մասին մենք պետք է շատ པարզ խոսենք եւ չվախենանք, որ մեզ կմեղադրեն որևէ բանում թերանալու մեջ, քանի որ եթե մենք այս ճանապարհով չգնանք, խնդիրները շարունակելու են մնալ եւ խորանալ։ Շնորհակալություն Տիկին Մովսեսյան, եթե ամփոփենք, որքանով են այդուհանդերձ ճիշտ թիրախավորված խնդիրները, եթե խոսում ենք խնդիրների մասին եւ ամփոփում խնդրեմ։ Անդրադառնամ առողջականի մասով պարոն Սարգսյանի նշած կարծիքին, ինչքան հնարավոր է խստացվում է իրականում վերջին 1-2 տարվա ընթացքում 404 որոշման մեջ բավականին շատ փոփոխություններ կատարվեցին եւ հիվանդությունների ցանկը խստացվեց, այսինքն նախկինում եթե նույն առողջական խնդրով անձանց տրամադրվում էր տարկետում բուժման նպատակով, հիմա միտումը այնպիսին է, հիմա այս պահին չէ, բայց սկսած 2024 թվականին եւ մինչեւ այժմ միտումը այնպիսին է, որ նման տարկետում գրեթե չտրամադրվի եւ անձինք սահմանափակումով պիտանի ճանաչվեն զինվորական ծառայության համար։ Ես կցանկանամ առաջարկել պարոն Սարգսյանին ծանոթանալ նաեւ մեր ուսումնասիրության արդյունքներին, եթե ծանոթ չեք զորակոչի ընթացքում արձանագրված խնդիրների, որտեղ մենք բազմաթիվ տարիներ, եթե չեմ սխալվում, արդեն մոտ 8-9 տարի մենք արձանագրում ենք նույն խնդիրները, մասնավորապես դա վերաբերում է մի քանի առողջական խնդիրներով սահմանափակումով պիտանի ճանաչված անձանց պիտանիությանը։ Այսինքն, երբ որ անձին մի շարք առողջական խնդիրներով առանձին հետազոտելով պիտանի են ճանաչում սահմանափակումով ծառայության համար, դա չի նշանակում, որ անձը ի վիճակի է իրականացնել ծառայություն, որովհետև դրանք հիվանդությունների փունջ են եւ պետք է դրանք դիտարկել մեկ անձի մոտ լինելու հանգամանքով պայմանավորված, այսինքն որը կարող է ավելի վատ թարացնել ծառայության որակը, անձի մոտ դիտարկելով միայն առանձին խնդիրները։ Եվ իհարկե բնականաբար հիվանդությունների ցանկը կարծեմ հիմա չեք նշել նախագծով, թե որ առողջական խնդիրների դեպքում է նախատեսվում, կարծում եմ պետք է նաև հաշվի առնել այդ հանգամանքը, թե արդյոք այդ բոլոր խնդիրները մեկ անձի մոտ ինչպես են դրսևորվում եւ ինչքանով արդյունավետ նա կկարողանա իրականացնել ծառայությունը։
նախագծի հիմնավորումների մեջ եմ ես նշել, որ կառավարության որոշումներում պետք է կատարենք փոփոխություններ, որը այժմ աշխատանքային խմբեր ենք ձևավորել եւ ոլորտային ըստ 5 հիվանդությունների ճյուղերի մասնագետների ենք ներգրավել Հայաստանի Հանրապետության տարբեր բժշկական կենտրոններից, որպեսզի համատեղ կոլեգիալ որոշումներ կայացվեն ըստ նեղ մասնագիտական ուղղությունների եւ ըստ նեղ մասնագիտական ուղղությունների հայտնի բժիշկները կարողանան իրենց տեսակետները ասել եւ գանք այնպիսի լուսման, որը չի խանգարի, այսինքն մենք իրականում լուրջ խնդիրներ ունեցողներին չենք տանի ծառայության, որովհետև նման նպատակ չունենք, քանի որ դա նպատակ է եւ որևէ լավ բանի չի բերի եւ որևէ բան չի տա նաեւ մեր պաշտպանվածության բարձրացմանը եւ բանակին, բայց նաեւ այն մարդիկ, ովքեր որոշակի ճանապարհներով խուսափում են, փորձել ենք այդ բոլոր ճանապարհները փակել եւ ամփոփելով ասեմ, որ օրենքի ընդունման պարագայում շատ կարճ որպեսզի ասեմ օրենքը ինչ է տալու։ Օրենքը տալու է հետեւյալը. այն քաղաքացիներ, ովքեր որ գնում են քաղաքացիությունից հրաժարվելու տարեկան թիվը հասնում է մինչև անգամ 2000-ի, նրանց մեծ մասը այլևս չեն գնա այս ճանապարհով կամ կվճարեն մեծ գումար, կներգրավեն զինծառայողների փորձաքննությունից հրաժարվել, ինչպես ասացի, քրեականացնելով այս խմբի անձանց նույնպես կբերենք ծառայության կամ նրանք կվճարեն գումարներ եւ կծառայեն կարճ ժամկետով, նաեւ դրանով բերելով ֆինանսական միջոցներ։ Ծառայության սահմանային տարիքը 27-ից 37 դարձնելով նաեւ մենք կբարթացնենք տարեկետում ստանալով ծառայությունից հրաժարվելու փորձերը եւ մեր քաղաքացիները այլևս չեն գնա այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող մեր քաղաքացիները, ովքեր ունեն այսօր կൂട്ടակած ֆինանսական միջոցներ, սակայն չեն կարողանում գալ անցնել 2 տարի պարտադիր զինվորական ծառայության սրանով պայմանավորված շարունակում են լքած մնալ եւ հետախուզման մեջ ապրել այլ երկրներում կստանան հնարավորություն վերադառնալ իրենց ընտանիքներով Հայաստանի Հանրապետություն եւ իհարկե Հայաստանի Հանրապետության մեր այն քաղաքացիներ, ովքեր այսօր միտված են լքելու Հայաստանի Հանրապետությունը ունենալով ֆինանսական միջոցներ, կունենան հնարավորություն մտածելու այդ միջոցները ուղղելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության կարիքների համար եւ նաեւ անցնելու պարտադիր զինվորական ծառայության եւ ամփոփելով ասեմ, սրա արդյունքում մենք կունենանք զորակոչի թվի աճ առնվազն 20-30%-ով, բայց մեր նպատակն է, որպեսզի մեր զորակոչի թիվը 50%-ով կամ անգամ 100%-ով աճի եւ մենք ունենանք մեծ ավելի մարտունակ եւ ավելի հզոր բանակ եւ նաեւ վերացնենք արտագաղթը եւ այն անարդար եւ սոցիալական բաժանված խմբերը, որ այսօր կան, որ հարուստների երեխաները չեն ծառայում, այս երևույթը պետք է Հայաստանի Հանրապետությունում վերացվի։ Շատ լավ, մենք հարց ունենք նաև լրագրողներից, սրանով այս հարցով ամփոփենք։ Իհարկե կրկին անդրադարձ կա Անջրպետին, հարուստներ, աղքատներ, դուք արդեն պատասխանեցիք այդ հարցին։ Նշվում է նաև ինչու է կրճատվում ժամկետը, ընդդիմությունն ասում է, որ սա նախընտրական քարոզարշավի շրջանակում է իրականացվում եւ հիշեցնում են, որ նման քննարկումներ, խոսակցություններ եղել են նաև 2021 թվականին Հանրային ռադիոյից Արմինե Գևորգյանն է հնչեցնում հարց խնդրում։ Չգիտեմ ով է ընդդիմությունից ասել, որ սա նախընտրական քարոզարշավ է, սա նախընտրական քարոզարշավի հետ որևէ կապ չունի։ Նախագիծը ես ներկայացրել եմ մեկ այլ տարբերակով, ես նախագիծը ներկայացրել 2019 թվականին, որը կոչվում էր արագացված ընթացակարգով պարտադիր զինվորական ծառայություն, այն ժամանակ ես առաջարկում էի, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան վճարել 10 միլիոն դրամ եւ ծառայել մեկ ամիս արագացված ընթացակարգով։ Այն ժամանակվա պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբը դեմ էին եւ օրենքը առաջ ես չտարա եւ հետ քաշեցի օրենքի նախագիծը, դա չմտավ լիագումար նիստերի օրակարգ։ Ցանկամ նշել, որ 19 թվականից նախագիծը տարբեր ձևերով քննարկվել է, նաեւ մեկ այլ նախագիծ պաշտպանության նախարարությունն շրջանառել 2022 թվականին, որը հետ քաշեց։ Ուզում ասեմ, որ այս խնդիրներին մենք անդրադարձենք դեռևս 2019-2022 թվականներին եւ չի կարելի այն կապել նախընտրական քարոզարշավի հետ։ Այդ տրամաբանությամբ ցանկացած լավ բան կարելի է համարել նախընտրական քարոզարշավ, օրինակ ճանապարհաշինությունը, օրինակ դպրոցաշինությունը, օրինակ աշխատավարձերի կամ թոշակների բարձրացումը, ամեն լավ բան հնարավոր է կապել նախընտրական քարոզարշավի հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է մենք լավ բաներ չանենք։ Շատ լավ, եթե կան լրացումներ Կարծում եմ նշեցի այն բոլոր տեսակետները, կետերի վերաբերյալ, ամեն դեպքում մնում եմ այն կարծիքին, որ եթե անձը ցանկանում է խուսափել զինվորական ծառայությունից, նշված նախագծով հնարավորություն չի
նա այսինքն ունի հնարավորություն դեռևս խուսափելու զինվորական ծառայությունից, իսկ 1 կամ 6 ամսվա ծառայությունը իրականում չի համապատասխանում այն կարողություններին, որոնք որ անձը կարող է որոնց տիրապետելով անձը կարող է համարվել ակտիվ պահեստազորային եւ այլն։ Նաեւ մի կետի անդրադառնամ, որ 27-ից 37 տարեկան դարձնելու, այս փոփոխությունը սահմանային տարիքը եւս խնդրահարույց է այն իմաստով, որ սա այն տարիքն է, որը բազմաթիվ պետություններում գիտենք եւս ակտիվ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու տարիքն է եւ ունենալով քաղաքացիներ, ովքեր այս տարիքում կասնեն 2 տարի ժամկետային զինվորական ծառայություն, կարող ենք նաեւ ունենալ տնտեսական էական վնասներ։ Շնորհակալություն հարգելի բանախոսներ, հիշեցնեմ մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում բանակում չծառայելու դիմաց վճարելը կլուծի զորակոչից եւ արտագաղթից խուսափելու խնդիրը թեմայով, թեև պարոն Սարգսյանը ճիշտ չի համարում այս վերնագիրը, այդուհանդերձ։ Բայց ճիշտ չեմ համարում, որովհետեւ նման բան չկա, որովհետեւ մեկը չի ասում գումար վճարելու դիմաց բանակում չծառայել։ Նախագիծը նրա մասին է, որ գումար վճարելով չխուսափեն ծառայությունից, հակառակը գան գումարը վճարեն մեր պետությանը եւ պարտադիր անցնեն զինվորական ծառայություն։ Կրճատված ժամկետով, բայց անցնեն։ Ինչը վերաբերվում է մտքին, որ 1 ամիս ծառայությունը կամ 6 ամիս ծառայությունը չի կարող դարձնել նրան զինվոր ակտիվ պահեստազորային, դա ուղղակի անդրադառնաբանական է, կարող է արհեստական բանականության միջոցով հարցումներ կատարել, հասկանալ, որ երկրներում ունենք նման փորձ, որտեղ կա 1 ամսվա կամ 3 ամսվա կամ 2 ամսվա կամ 25 օրյա կամ 21 օրյա ծառայության տեսակներ, երբ մենք կարողանում ենք որոշակի մասնագիտություն տալ զինծառայողներին եւ նրանք ներգրավեն պահեստազորում ըստ իրենց մասնագիտության։ Ինքնանպատակ չի, չէ՞ մարդկանց 2 տարի ժամկետով բանակում պահելը։ Եթե մեր նպատակը նրանց մասնագետ ծառայելն է եւ կա մասնագիտություն, որը հնարավոր է դարձնել օրինակ 20 օրյա ընթացքում կամ 1 ամսվա ընթացքում կամ 4 ամսվա ընթացքում, որն է նպատակը նրան տանենք 2 տարի ժամկետով պահենք, ամեն օր զինծառայողի վրա ծախսենք հսկայական գումարներ, սրանով նաև ոչ արդյունավետ ծախսերի մասին մենք պետք է մտածենք։ Մենք եթե մեր նպատակը նրան ակտիվ մասնագիտություն տալն է եւ զինծառայողը դարձնելը որոշակի մասնագիտությամբ, եթե մենք դա կարող ենք անել օպտիմալ ժամանակում եւ օպտիմալ միջոցներով, պետք է գնանք այս ճանապարհով։ Շնորհակալություն, մեր բանախոսներն էին Հայկ Սարգսյանը, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր օրինագծի հեղինակ եւ Նազելի Մովսեսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան։ Շնորհակալություն, հաջողություն։